Բարի օր բոլորին, ուրախ եմ բոլորի միանալու համար։ Սկսենք վեբինարը։ Ստեղ բավականին լայն մատերիալ ունենք, բայց սկսենք ինչի համար է այս ամենը արվում եւ մեր background-ը, այսպես ասած, իմ անունը Սամսոն Ավետյանն եմ, Egify կազմակերպության տնօրեն եւ խորհրդի անդամ։ Երկար տարիների փորձ, ֆինանսական խորհրդատվություն, տարբեր տիպի կառույցներից աշխատելով, տարբեր երկրներում, նաև ներումային բավական երկար փորձ եւ իհարկե Աննա Բրունոն, որը աշխատել է ԱՄՆ-ում, Citigroup, AXA, Raymond James ամենահեղինակավոր ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ֆինանսական Նյու Յորքից։ Մենք կվարենք այս վեբինարը հայերեն։ Նպատակը այս վեբինարի այն է, որ շատերս սկսում են այս ներդրումային ճանապարհը տարբեր գործիքներով օգտագործելով, տարբեր հարթակներով։ Մեր համար որպես ընկերություն, առաքելություններից ամենակարևորը այն է, որ ներդրումային այդ փորձը, որը նոր է սկսում այդ ճանապարհը գուցե, լինի շատ հաջողակ։ Որևէ պարագայում այս վեբինարի ընթացքում խորհրդատվություն չի տրվում, ինչ անել կամ ինչ չանել, ուղղակի կիսելու ենք մեր փորձով, այն երկար տարիների փորձով, որ արել ենք, որտեղ նաև մենք այդ ճանապարհը անցնելից շատ որոշումներ ենք կայացել, որոշները օպտիմալ, որոշները ոչ օպտիմալ, ու դրա ուզում ենք կիսենք այդ փորձով, որ այդ բոլոր մեր փորձը միայն դրական լինի մեր այսինքն ներդրողների համար։ Այս Սամսոն ջան, կարող ենք բացատրել ինչու մենք իրանց չենք տալուս այսօր խորհրդատվություն, որովհետև դա կարևոր պատճառ ունի, ինչու մենք այսօր խորհրդատվություն չենք այո, տալու։ այո, ասա։ Բացատրենք, օքեյ, որովհետև որպես ֆինանսական խորհրդատու մենք պարտավոր ենք իմանալ մեր կլիենտի, մեր հաճախորդի սիտուացիան, այսինքն իրանք ինչ են արել, ինչ են անում, ինչ տեսակի ռիսկեր ունեն, եւ այլն, ամենին իրենց սիտուացիան պիտի հասկանանք եւ ըստ դրա կարողանանք իրենց խորհրդատվություն տալ։ Իսկ քանի որ մենք խոսում ենք public-ի հետ, տարբեր մարդկանց հետ, դե պարզա մենք առանց իրեն մեր հաճախորդներին իմանալու մենք խորհուրդներ չենք կարող տալ, որովհետև բոլոր խորհուրդները կախված են ձեր սիտուացիաներից։ Այո, այսինքն կոնտեքստը շատ կարևոր է, ունակությունը վերցնել ռիսկ եւ պատրաստակամությունը վերցնել ռիսկ ամենակարևոր երկու բաներից են, ու ամեն մեկս ունի ռիսկի վերցնելու ունակություն, որտեղ ներդրումները եկամտաբերություն է, բայց նաեւ ռիսկ եւ նաեւ պատրաստակամություն, այսինքն ինչքան գումար կարող ենք ներդրում անել եւ ինչքան ռիսկ ենք ուզում վերցնել։ Այդ բոլորը այդ ամենը շատ անհատական է։ Հիմա այս պրեզենտացիան, այս վեբինարը բավականին ընդգրկուն է, ունենք մոտավորապես մի 80 սլայդ, այնպես որ անցնելու ենք բավականին արագ։ Եթե ունենաք հարցեր ընթացքում ու համոզված եք, որ հարցեր կլինեն, խնդրեմ այդ հարցերը կամ արագ տանք ու անցնենք առաջ ու վերջում ունենանք եւս շատ հարցեր, երևի տենց ամենաօպտիմալը կլինի։ Ունենք մի ժամ, հենց որ այդ ամեն ինչը պետք է տեղավորենք այդ մի ժամվա ընթացքում։ Եթե հարցեր լինեն դրանից հետո, մենք կմնանք իհարկե մի ժամից ավել, եթե հարցեր լինեն, բայց ընթացքում ընդհանուր առմամբ մոտավորապես այդպես է մոտեցումը։ Հասնենք առաջ, ինչ ունենք մեր մոտ, ինչով ենք անցնելու։ Նախ ինչու է կարևոր է ֆինանսական ազատությունը եւ այսինքն այդ որ փողը աշխատի մեր համար, այսպես ասած, տարբեր բաներից են խոսում, ֆինանսական ազատություն, ապահովություն, խոսելու ենք նաև ինչ տիպի ֆինանսական նպատակներ մարդիկ կարող ունենալ։ Խոսելու ենք որոշ չափով ֆինանսական տարբեր արժեթղթերից, իրենց ռիսկայնությունից, պրոֆիլներից, այսպես ասած, շատ կարևոր է նաև այս երրորդ մասը, որը կապված է ամեն մեկիս ֆինանսական կոնտեքստի հետ, հա, ոնց ենք հաշվարկում, ոնց ենք ինչ տիպի ակտիվներ ունենք, պասիվներ, պարտավորություններ եւ այլն, եւ ոնց ենք դա ամենը հաշվարկում։ Խոսել ենք պորտֆելից, այսինքն ինչքան ենք ռիսկ ուզում վերցնել, ինչքան ենք կարանք վերցնենք, լիկվիդությունը ինչքանով է կարևոր այդ բոլոր թեմաներով անցնելու ենք։ Անցնելու ենք նաև լավագույն փորձից, երկարաժամկետ, կարճաժամկետ մտածելակերպ, ինդեքսներ, տարբեր արժեթղթեր, եւ վերջում որոշ չափով ժամանակ կապացնենք տարբեր product-ներին, տարբեր ներդրումային հարթակներին, հա, ինչ կա եւ ինչ ունենք, ինչ կարելի է օգտագործել։ Եթե այլ հարցեր լինեն, իհարկե, որոնք ընդգրկված չեն այս ագենդայում, խնդրեմ եւս դրանք տալ ընթացքում։
Նախ շատ կարևոր է այս ֆինանսական ապահովությունը։ Մենք որպես կառույց աշխատում ենք ստարտափների հետ, տեխնոլոգիաների նորարարության, բայց այդ նորարարություն ստարտափները որպես մասնաբաժին ընդհանուր ներդրումի պորտֆելում բավականին փոքր մասնիկի կազմին ռիսկայնությունից, լիկվիդայնությունից ելնելով մոտավորապես 10%-ից ոչ ավել։ Հիմա ըստ դրա մենք շատ լավատես ենք, բայց այդ ֆինանսական ապահովությունը շատ կարևոր է։ Ինչու է կարևոր։ Մի քանի պատճառով նախ տեխնոլոգիաներն են փոխվում, տնտեսությունն է դրա փոխվում, ու այդ պրոգրեսը ազդում է աշխատաշրջանային շուկայի վրա, բիզնեսների վրա, տնտեսության վրա ընդհանուր առմամբ, չգիտեմ, լինի դա արհեստական բանականություն, լինի դա, չգիտեմ, տնտեսական ինչ-որ COVID, ինքնավար մեքենաներ, իհարկե այդ ամբողջը տեխնոլոգիական պրոգրես է, այսինքն վերականգնվող էներգիաներ եւ այլն։ Շատ կարևոր է իհարկե դիվերսիֆիկացիան, այսինքն տարբեր տեղերում ներդրումներ անելը, որովհետև աշխարհը հենց ամենակայուն վիճակում չէ, որ դրա պետք է այդ ապահովությունը ստեղծվի։ Նաև տնտեսությունն է փոխվում, լինի դա ստարտափային աշխարհում կամ ընդհանուր տնտեսությունում, այսինքն վերելքներն ու բաները, դանդաղությունները տնտեսական շատ կարևոր են։ Կան ռեցեսիաներ իհարկե տնտեսական, ու դա բարբերաբար լինում է, որ դրա այդ ապահովությունը մարդկանց համար բոլորիս մոտ պետք է լինի։ Եվ իհարկե, այսինքն ընտանեկան պլանավորում, առողջապահություն, այդ ամենը եւս գուցե ֆինանսական ինչ-որ բեռ լինի մեր համար։ Մեր մոտ որպես Հայաստանում բավականին բարձր է սպառողական մասը համատելով այլ երկրների հետ, այսինքն սպառումը շատ բարձր է, ու ըստ դրա մեր մոտ խնայողություններն են շատ ցածր։ Մենք մոտավորապես 150-րդ տեղում ենք աշխարհում, որտեղ խնայողությունների մակարդակով ու դա ազդում է իհարկե այդ ֆինանսական ունեցվածքի վրա, ֆինանսական ապահովության եւ ազատության վրա, եւ նաեւ այդ հեռանկարային եկամուտների վրա, որ մենք կարողանում ենք ստեղծել։ Երկու արագ օրինակ տանք, ունենք 102 մոտեցում, $100 կամ դրամ եկամուտ, այդ 100-ը կարող ծախսվի, կամ մյուս մոտեցում այն է, որ 20-ը օրինակ խնայվի, ըստ դրա ստեղծվի խնայողություն, ներդրում եւ շարունակաբար տոկոսներ, եկամուտներ։ Նաև այս խնայողության մասը ազդում է ներդրումների վրա, ու ներդրումները ազդում են հեռանկար ստեղծելու, թե անձնական, թե տնտեսության մակարդակով, տարբեր խողովակներով չանցնենք, բայց այդ ամեն ինչը շատ կարևոր նաև հեռանկարներ է ստեղծում երկրի մակարդակով։ Դե իհարկե կան այնց ինչքանով է նաև մարդկանց երջանկությունը կախված ֆինանսների հետ, մինչև որոշ չափ կախված է, իհարկե անվերջ չի այդ կոռելացիան, բայց որոշ չափով ազդում է, որտեղ երբ որ մարդ ազատ է, որպես երբ որ մարդ ապահով է ֆինանսական առումով, դա իհարկե նաև երջանկության վրա է ազդում, թե գուցե նաև առողջության եւ ստրեսի։ Կան ուսումնասիրություններ, որտեղ նշվում է, որ մոտավորապես մարդկանց 60%-ի համար ամենագլխավոր ստրեսը մարդկանց համար դա ֆինանսական ստրեսն է։ Այդ ֆինանսական ստրեսը ոնց կարող նվազեցնել, այդ ֆինանսական պլանավորումը, ներդրումները, հեռանկարները իհարկե ազդում են դրա վրա։ Եվ այդ հեռանկարները ոնց որ ասեցին, կարող դա, չգիտեմ, AI-ով սարքեն, կարող մենք ինքնուրույն ազդել դրա վրա։ Ու դե ֆինանսական մասը նաև այդ upside-ը, այսինքն ինչքանով է այդ գումարները աշխատելու մեր համար եւ ստեղծելու այն ունեցվածքը, որ հեռանկարներում ունենալ։ Այսինքն այս շղթան հնարավորություն ներդրում հեռանկար։ Այս մասը ասեցինք ֆինանսական ապահովություն եւ ազատություն, ու իհարկե որ այդ մենք մեր աշխատած ջանքերով խնայողությունը եւ եկամուտը մաքսիմում օպտիմալ ձևով մեր համար այդ ապահովությունն ու ազատությունը ստեղծի ու օպտիմալ ձևով ամեն մեկիս համար անհատական իհարկե այդ եկամտաբերությունը ապահովի։ Այստեղ մի քանի անանել համոզված եմ կաջակցի այս բանով, այս թեմաներով, մի քանի ամենակարևորագույն բաներից նշենք ֆինանսական աշխարհում, գուցե ծանոթ եք, ամենակարևորներից այն է, որ ժամանակի ընթացքում այդ տոկոսները կուտակում են տոկոսների վրա։ Այսինքն ամեն տարի որ տոկոս ենք ստանում, չգիտեմ, ավանդում ներդրում անելուց կամ պարտատոմսում կամ այլտեղ, երբ որ դա կուտակում է, իրենքը ստացվում է բավականին էքսպոնենցիալ, այսինքն գեոմետրիայով պրոգրեսիան, ինչքան վաղ ենք սկսում, այնքան ավելի մեծ է այդ բարդ տոկոսները աշխատում։ Այդ ամենակարևոր բաղադրիչներից է, ֆունդամենտներից է ֆինանսական աշխարհում։ Երկրորդը իհարկե ինչքան բարձր է այդ եկամտաբերությունը պորտֆելի մակարդակով,
շատ ենք խոսելու պորտֆելից, հա, որտեղ ներդրումները սովորաբար լավագույն փորձը ու այն ինչ որ խորհուրդ է տրվում, դա այն է, որ այդ ամենը դիվերսիֆիկացված լինի, բայց ինչքան բարձր է պորտֆելի մակարդակով եկամտաբերությունը, այնքան իհարկե նաև եկամտաբերությունը ընթացքում է լինելու։ Կարող եմ մի երկու բան ավելացնել, Սամսոն ջան, Այո, որովհետև մի հատ հետ գնային սլայդին ֆանդամենտալներից ենք խոսում, investment ֆանդամենտալների հետ կախված ես ցանկանում եմ բոլորը որ հիշեն, երբևէ որ դուք լսում եք ներդրում բառը, եթե ասում են ներդրում, դա նշանակում է, որ այդ ներդրումների հետ նաև ռիսկեր կան։ Այսինքն, որ եթե դու գնում եք պորտֆոլիո եք կառուցում եւ ներդրումներ եք անում, ձեր փողը, որ պիտի աշխատի ձեր համար, ամեն տարի նույն տոկոսը չի տալու։ Այսինքն կարող է մի տարի ձեր պորտֆոլիոն 10% բարձրանա, հաջորդ տարին 5% բարձրանա, հաջորդ տարին նեգատիվ մինուս լինի, այսինքն դուք ձեր պորտֆոլիոն իջնի, գումարը իջնի եւ այլն, այսինքն զիգզագի ձևով է լինելու։ Այսինքն շատ կարեւոր է որպեսզի մենք realistic իրական սպասումներ ունենանք մեր ներդրումներից, որովհետև ներդրումները միշտ գալիս են ռիսկերի հետ միասին։ Առանց ռիսկի ներդրում անել հնարավոր չէ։ հա։ Այստեղ ունենք նաև այս պատկերը տարիների ընթացքում այդ զիգզագաձև աճը, ոնց որ տեսնում եք, տարբեր արժեթղթերի, տարբեր ներդրումային ակտիվների մեջ, հա, նույնիսկ հայկական եւ միջազգային, այստեղ տեսնում եք, որ այդ զիգզագաձև ռիսկային մասը տարիների ընթացքում լինում է, բայց նաև այնտեղ կա բավականին հստակ տրենդներ։ Հետո այս մասն է եւս շատ կարևոր դիվերսիֆիկացիան միակ ձևը ֆինանսական աշխարհում նվազեցնել ռիսկը առանց եկամտաբերություն նվազեցնելու դա դիվերսիֆիկացիան է։ Այսինքն սովորաբար եթե մենք ունենք եկամտաբերություն, իր հետ գալիս է ռիսկ։ Ինչքան բարձր եկամտաբերություն եք ուզում, այդքան բարձրանալու ռիսկը։ Միակ ձևը, որ բարձրացնել եկամտաբերությունը եւ ռիսկը չբարձրանա իր հետ, դա դիվերսիֆիկացիան է։ Այստեղ որոշ չափով օրինակ, եթե օրինակով վերցնենք, ունենք երկու հատ ակտիվ, մեկը ցածր ռիսկ, ցածր եկամտաբերություն, մյուսը բարձր ռիսկ, բարձր եկամտաբերություն։ Եթե դիվերսիկա երկու այդ ակտիվը երկու ակտիվն էլ պորտֆելի մեջ է, կախված իրանց կոռելացիայից, հեսա կոռելացիայից եք խոսենք, ռիսկը կարող է նվազել ու եկամտաբերությունը բարձրանալ։ Օրինակ, եթե մենք ստեղ ունենք մի ակտիվ, որը բարձրանում է, օրինակ այս նարնջագույնը, ու այս մեկը ընկնում է նույն ժամանակ, իրանց հետ կոռելացիան -1, այսինքն մեկ բարձրացավ, մյուսը իջավ։ Դա -1 կոռելացիան է։ Երբ որ կոռելացիան 1 է, այսինքն իրանք իրար հետ են շարժվում, այդ առումով այդ դիվերսիֆիկացիան արդեն չի օգնում։ Հիմա եթե մենք ունենանք երկու ակտիվ ու իրանց կոռելացիան 1 չի, այսինքն 1-ից ցածր է, մենք կարող ենք նույնիսկ պորտֆել ստանալ, որտեղ իր ռիսկը, օրինակ, ստեղ մենք սպասված եկամուտներն են, սպասված եկամտաբերությունը, ստեղ ռիսկն է։ Մենք նույնիսկ կարող ստանանք պորտֆել, որը նույն ռիսկով ավելի բարձր եկամտաբերություն ունի, քան թե մենք առնենք մենակ այս ցածր ռիսկով ակտիվը։ Դա պատկերացրեցիք ինչքանով է դիվերսիֆիկացիան ազդում այդ եկամտաբերության վրա։ Եթե մենք ունենանք օրինակ -1 կոռելացիա, մենք հայտնվում ենք այս կետում, այսինքն մենք ունենք եկամտաբերություն առանց որևէ ռիսկի։ Շատ դժվար է գտնել այնց ակտիվներ, որոնք -1 են, բայց որպես պատկերացնեք, այդ կոռելացիաները ակտիվների միջև շատ կարևոր է։ Հիմա տարբեր ակտիվներ, սա մեկ օրինակ է, ունեն տարբեր կոռելացիաներ։ Ու պետք է մեր պորտֆելով նաև պատկերացնենք այդ կոռելացիաները մեր պորտֆելում որոնք են։ Եթե մենք ամեն ինչ ներդրում ենք անում, չգիտեմ, մի ակտիվում, մի տիպի ակտիվում, մի արժույթով, մի երկրում կոռելացիան լինելու է բավականին բարձր։ Եթե դիվերսիֆիկացնում ենք տարբեր արժույթներով, տարբեր երկրներով, տարբեր արժեթղթերով եւ տարբեր իհարկե նաեւ լիկվիդայնություն եւ երկարաժամկետ իրանց եկամտաբերությունը որ լինի, այդ կոռելացիան կարող է լինի բավականին ցածր։ Այստեղ ունենք որոշ պատկեր այդ կոռելացիաների առումով։ Հետո մենք ունենք այս մասը, որը եւս շատ կարեւոր է, Աննա ջան, դու էլ կարաս լրացնես, այդ կարգապահությունն ու երկարաժամկետ մոտեցումը։ Կարգապահությունը այն է, որ մենք անենք մոտավորապես նույն բանը, ինչ որ նախկինում պլանավորել ենք։ Այսինքն պլանավորում ենք մի բան ու շարժվենք ըստ դրա։ Շուկան կարող է բարձրանալ, շուկան կարող է իջնի, չգիտեմ, ինչ որ հարցեր առաջանալ տարբեր տիպի տնտեսական, ոչ տնտեսական
բայց սովորաբար իրանք այդ ամեն ինչի էմոցիոնալ ֆոնին փոփոխել ռազմավարություն, անել ինչ որ բաներ, որոնք նախորդ պլանավորված չեն, դա սովորաբար ասում են լավագույն մոտեցումը չի, եւ շատ կարեւոր է այս երկարաժամկետ մտածելակերպը։ Կարող եմ երկու բան ավելացնել, Սամսոն ջան։ Շատ կարևոր բաների մասին ենք խոսում։ Առաջին հերթին ինձ հետաքրքիր է, եթե կարող եք կոմենտների մեջ գրել, ինձ հետաքրքիր է այս correlation-ի մասին, որ Սամսոնը խոսում էր, հասկանալի է դա թե չէ, որտեղ դա շատ կարևոր կոնցեպտ է, եթե չեք հասկացել, ինձ հետաքրքիր է, խնդրում եմ գրեք, մենք նորից կանդրադառնանք վերջում դրա մասին։ Երկրորդը, բանը long term outlook-ի մասին, այսինքն եթե նայենք ովքեր են ավելի successful լինում իրենց ներդրումների մեջ, ովքեր են ամենաշատ լավ բաները ստանում, իրենց պորտֆոլիոները որ բարձրանում են, այն մարդիկ են, ովքեր որ ունեն discipline եւ patience։ Patience ոնց են ասում հայերեն, անգլերեն ասում են don't time the market, այսինքն այն մարդիկ patience ոնց են ասում։ Համբերություն։ Համբերություն։ Այո, այն մարդիկ, ովքեր որ համբերություն ունեն իրենց պորտֆոլիոների եւ ներդրումների մեջ, իրանք ամենալավ ռեզուլտատները կստանան։ Եվ շատ կարևոր բան կա, կոնցեպտ կա, մեկը կոչվում է dollar cost averaging, որը Սամսոնը դրա մասին խոսեց, այսինքն ամեն ամիս դու նույն գումարը դնում ես, կապ չունի պորտֆոլիոն բարձրացել է թե իջել է, թե մարկետը բարձրացել է թե իջել է, նույն գումարը ամեն ամիս դնում ես եւ որոշ ամիսներ դու կարող ես ավելի շատ բաժնատոմսեր առնես, հաջորդ ամիս ավելի քիչ առնես, բայց over time ժամանակի ընթացքում you'll have an average price and which will help your portfolio։ Դա մեկ, երկրորդ կոնցեպտը, որ ես շատ կարևոր է ուզում եմ նշեմ, բանն է don't time the market, այսինքն շատ ժամանակ ներդրում անող մարդիկ մտածում են իրենք կարող են մարքեթին բան անել, they're going to outsmart the market, իրանք ավելի խելացի են, քան բիլիոնավոր մարդիկ այդ մարքետում որ կան, եւ անընդհատ ուզում են առնեն ծախեն եւ բոլոր բաները ցույց են տվել, որ ստատիստիկաները ցույց են տվել, որ այդ մարդիկ usually իրանք միշտ շատ դժվարանում են բան անել, ավելի լավ ռեզուլտատներ ստանալ, այսինքն ամենաճիշտը, որպեսզի դու համբերություն ունենաս, դու portfolio allocation-ը diversification որոշես ըստ քո ռիսկի եւ թողնես, որ ժամանակը իր գործողությունը անի։ Եվ վերջնական բանը, որ ուզում եմ ասեմ, քանի որ index investment-ների մասին եք գրել, այստեղ 80% ռեզուլտատը, ներդրումների ռեզուլտատը գալիս է, անգլերեն ասեմ, հետո հայերեն կթարգմանենք, 80% of the returns come from being in the right sector, not in the right company. So if you like financial sector, for example, or technology sector, rather than just picking one technology stock, you're better off with the index fund. So because you're diversifying your risk. So հայերեն եթե կարելի է մի հատ այդ մասին խոսես, Սամսոն ջան, լավ կլինի։ Հա դե ընդհանուր առմամբ ինդեքսից ավելի ցածր, այսինքն ինդեքսը ամբողջ շուկան է, տարբեր տիպի կազմակերպություններով, ասենք S&P-ն, ասենք տարբեր ոլորտներ ունի, տարբեր, ասենք 500 հատ կազմակերպություն, հա։ Հիմա այդ կազմակերպությունները կարելի է բաժանել սեկտորների։ Հիմա Անայի ասած այն է, որ այդ 80% նույնիսկ եթե սեկտորի նախընտրություն ունենք, չենք ավելի լավ է, որ անենք այդ սեկտորի մակարդակով գնենք այդ սեկտորը, քան թե յուրահատուկ ինչ-որ կազմակերպություն։ Այսինքն, երբ որ նայենք օրինակ Nvidia-ն այս բանը շատ բարձր եկամտաբերություն ունեցել վերջի տարիների ընթացքում, եթե գնանք 25 տարի առաջ, նույն բաններ օրինակ Intel-ի հետ, բայց Intel-ը հետո, ասենք, անգավ մի 80% ու մնաց մոտավորապես նույն բաներում, շրջանակներում։ Ու շատ ենք հանդիպում հայացք նաև մարդիկ, որ այս ստոկն է դուրս գալիս կամ այն բաժնետոմսն է դուրս գալիս կամ այս մեկը, որտեղ չգիտեմ, այդ պրոդուկտը լավն է, ես ուզում եմ այդ բանը առնել բաժնետոմսը։ Այսինքն շատ կարևոր բան կա շուկայում, ոնց որ Անանը նշեց, եթե մենք որոշել ենք, որ այս մի բաժնետոմսը շատ ավելի լավն է, քան թե մյուսը, նշանակում է մենք ավելի խելացի ենք կամ քան թե միլիոնավոր մարդիկ, ներառյալ մեծ ֆոնդեր, արհեստական բանականություն, կվանտային ինչ-որ ալգորիթմներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն, երբ որ մենք առնում ենք ինչ-որ հատուկ բաժնետոմս, մենք մտածում ենք, որ այդ բաժնետոմսը մենք ավելի խելացի ենք, քան թե իր այս բային գինը։ Նույնիսկ շատ լավ արժեթուղթ
նույնիսկ շատ լավ կազմակերպություն կարա լինի վեր գնահատված, ինքը լինի վատ ներժում, այսինքն լավ կազմակերպությունը չի նշանակում, որ դա լավ ներժում է, որտեղ եթե լավ կազմակերպություն է, բոլորը դա առել են, գինը բարձրացել է ու որպես ներժում արտադրիչը ինքը լավ ներժում լինի, մենք կարող շատ վատ կազմակերպություն օրինակ ակնենք, բայց ինքը այնքան ցածր է գնահատված, որ ինքը շատ լավ ներում կարա լինի, այսինքն կազմակերպություն ու արժեքը պարտադիր չի, որ իրար հետ համընկնեն ու դրա համար այդ դիվերսիֆիկացիայի մասը, որպեսզի մենք չնստենք մտածենք, այս մեկը լավն է, լավը չի, Ford-ն է լավը կամ GM-ն է լավը, որը ենթադրում է ահա որ մեծ ջանքեր նաև կամ Tesla-ն կամ չինա որևէ կազմակերպություն, ավելի հեշտ է ու ավելի քիչ գլխացավանք, որ այդ ամեն ինչը սեկտորի մակարդակով կամ ինդեքս մակարդակով արվի։ Տիգրանը հարց ուներ, Տիգրան ջան, եթե կարաք գրեք կամ չաթում կամ sense, չգիտեմ, ձայնը, փորձեք ձայնով ասել, չգիտեմ, կլսվի թե ոչ։ Հա։ Լավ, մենք անցնենք առաջ, փորձենք, հա, այս մասն էլ է շատ կարևոր, հա։ Տարբեր խնդիրներ են աշխարհում լինում, տարբեր, չգիտեմ, տնտեսական, ոչ տնտեսական, աշխարհակաղակական եւ այլն։ Այս օրինակ S&P 500-ի տրենդն է, ոնց որ տեսնում եք, շատ մեծ, չգիտեմ, ճգնաժամեր են եղել տարիների ընթացքում, ու ստեղ տրենդը շատ կարևոր է, որ այդ տրենդով ամեն ինչը շարժվում է առաջ, նույնիսկ երբ որ ինչ որ բան լինում է, հետո տրենդը շարունակվում է։ Այստեղ կարևոր է նաև հաշվի առնել, որ այս բանը աղյուսակի այս մասը լոբ բանովա ձևով է նկարագրված, այլ ոչ թե հասարակ։ Դա ինչ է նշանակում, որ եթե մենք հասարակ ձևով 10-20 եւ այլն դնենք, ինքը կներ լոգարիթմիկ, հա, այսինքն այս էքսպոնենցիալ ասես։ Գնանք առաջ։ Հիմա ինչ տիպի ֆինանսական նպատակներ մարդ կարող ունենա։ Ամենացածրը այն է, ասենք A-ից որ սկսենք, այն է, որ մենք զուտ ունենք ֆինանսական ապահովություն, մենք ունենք ինչ որ չափով չտնաժամային, այսպես ասած, ֆոնդ, եթե աշխատանքն ենք փոխում, եթե ինչ որ բանը տեղի ունենում, մենք կարողանանք այդ գումարները պահել, ունենալ, որ կարողանանք այդ ծախսերը փոխել։ Սա ենթադրում է կանցնենք դրանով։ Երկրորդ նպատակը դա մենք ունենք ինչ որ ունեցվածք, ուզում ենք այդ ունեցվածքը մնա, որտեղ ինֆլյացիայի պարագայում եթե մենք այդ $100-ը մի տարուց կամ 5 տարուց հետո $100 չի, գնայողականությունը իրա, ինքը կլինի ինֆլյացիայով գնաճով կլինի 90 կամ 85 եւ այլն, այսինքն բայց այս պարագայում եթե մենք պահպանում ենք իրան, այդ wealth protection-ն է։ Երրորդը դա իհարկե passive եկամուտն է, որ մենք ունենք արժեթղթեր, իրանք ինչ որ եկամուտ են դերում, որ դրա ի հավելում են մեր բանի, օրինակ, չգիտեմ, եկամուտների նաև տոկոս ենք ստանում տարեկան առումով։ Եվ նաև վերջի բանը ունենք ստե, այդ կապիտալի աճն է, որը արդեն մենք փորձում ենք ստեղծել ինչ որ կապիտալ տարիների ընթացքում, տարբեր նպատակներից ելնելով, չգիտեմ, կենսաթոշակային, չգիտեմ, թոշակի մասով, երեխեքին փոխանցելու մասով ու չգիտեմ, ապրելավ մակարդակը բարելավելու մասով։ Ինչով է սա ազդում, այս ամենը ազդում է մեր ժամանակահատվածների վրա եւ պլանավորման վրա, այսինքն պլանավորումը ազդելու է սրանց վրա, այսինքն ամեն մի նպատակը իր տարբեր պլանավորումն է պահանջում է նաեւ խնայողության մակարդակ եւ ինչ տիպի արժեթղթեր են կառնում։ Եվ շատ կարևոր է այս մեկը, որ դու ամենաառաջինը քեզ վճարես ծախսերը, բոլոր այլ ծախսերը անելուց առաջ։ Այստեղ օրինակներով օրինակ անցնենք։ Եթե մենք զուտ ուզում ենք ապահովություն ստեղծենք, առնվազն 3 ամսվա ծախսերը պետք է ունենանք ինչ-որ տեղ լիկվիդային, սովորաբար ավանդ լինի կամ պարտատոմս, պահենք դա այնտեղ, եթե պետք լինի, կարողանանք այդ գումարը ունենալ։ Ու առնվազն այդ 3 ամսվա մասին է խոսքը։ Երբ որ խոսում ենք արդեն, որ մենք մեր ունեցվածքը պահպանենք, սովորաբար դա ավանդներն են, պարտատոմսերը ուծը անշարժ գույն, հա, որ դա մնա մեր հետ, որովհետև ինֆլյացիային հակազդում է, անշարժ գույքը ամենայն դեպս ինչ որ չափով նաև պարտատոմսերը, եթե շատ բարձր չի ինֆլյացիան։ Հետո ունենք երրորդ մասը, որ ստեղ արդեն пассив եկամուտն է, այդտեղ արդեն ռիսկերը պետք է մի քիչ ավելի բարձր լինեն, որովհետև այդ առումով սպասվող եկամուտը պետք է փակի այն ինֆլյացիան գնաճը, որը տեղի է ունենում։ Ստեղ եկամուտը կարող լինի ֆոկուսներից պարտատոմսերի կամ դիվիդենդներից, որ կազմակերպությունները բան են անում, տալիս են բաժնետերերին։ Եվ չորրորդ մասը ստեղ իհարկե եթե արդեն մտածում ենք կապիտալի աճի վերաբերյալ, ստեղ իհարկե ավելի շատ բաժնետոմսեր են, շատ ավելի շատ բաժնետոմսեր են, ինչ որ չափով ավաններ պարտատոմսեր,
ու բաժնետոմսերն էլ պետք է դիվերսիֆիկացված լինեն տարբեր երկրներով, տարբեր շուկաներում, տարբեր սեկտորներով, ու հա, այդտեղ պորտֆելը մի քիչ ավելի ռիսկային է իհարկե։ Մի բան էլ ավելացնեմ Սամսոն ջան, շատ մեծ տարբերություն կա, երբ որ որպես անձ դու նայում ես քո ներդրումներին, պիտի որոշես դու բան ես անում, որ փուլում ես դու հարստանալու փուլում ես, այսինքն շատ մեծ տարբերություն կա հարստանալու մեջ եւ հարուստ մնալու մեջ։ Հարստանալու ժամանակ դու կարող ես usually դու ավելի երիտասարդ ես եւ կարող ես ավելի ռիսկայինություններ անել, մի քիչ ավելի ռիսկային ներդրումներ վերցնել, բայց երբ որ դու հասնում ես այն նպատակին, որ արդեն դու հավաքել ես որոշ չափով wealth, կարողություն, այն ժամանակ դու անպայման պետք է մտածես, որ շատ մեծ տարբերություն կա ներդրումների հետ կապված, ինչպես պաշտպանել քո փողերը եւ ներդրումները եւ ոնց որ ասած հարց տալ ես որ փուլում եմ բանի փուլում եմ մեծացնելու փուլում եմ որ ես իմ փողերն եմ մեծացնում եւ իմ կարողությունը թե ես այն փուլում եմ որ ուզում եմ որ չկորցնեմ ինչքան որ ես սրանք աշխատել եմ կամ մի combination of both. Հա, դա ինչ է նշանակում, որ երիտասարդ վաղ, այսինքն եթե ինչքան վաղ ենք սկսում խնայողություն ու ներդրումը, այնքան շատ տարիներ ունենք ընթացքում, որ այդ բարդոկոսները իրար վրա կուտակվեն։ Ու ինչքան մենք երիտասարդ ենք, այս բոլոր տրենդներն ու զիգզագները ավելի քիչ են ազդելու մեր վրա, որովհետև ժամանակի ընթացքում այդ տրենդը շարունակվում է։ Եթե մենք արդեն 60 տարեկան ենք կամ 55 կամ ավել, այդ ժամանակ իհարկե ռիսկայնությունը մեր պորտֆելի շատ ավելի ցածր պետք է լինի, որովհետև մեզ այդ փողը պետք է լինելու կարող է 3 տարուց հետո, կարող է 5, կարող է 10, այսինքն այդտեղ ռիսկերը շատ ավելի քիչ ռիսկեր կարող մարդ վերցնի։ Անցնենք առաջ, այստեղ անցանք ինչ տիպի տարբեր արժեթղթեր կան եւ իրանց ռիսկերն ու եկամտաբերությունը, հա։ Բոլոր ոնց որ Աննա նշեց, բոլոր ներդրումները ռիսկային են ու իհարկե տրենդեր կարանք հաշվարկենք, միջին եկամտաբերություն կարանք հաշվարկենք, բայց մենք չենք կարող ապահովել, որ այս բաժնետղթի կամ այս նույնիսկ ինդեքսի եկամտաբերությունը միջինում ինչա լինելու հետագայում։ Սովորաբար մենք կարանք հաշվարկել միջինը պլյուս մինուս իր, ասենք, ռիսկայինությունը, հա, այդ վարակները չբարձրեն, ցածր ռիսկա, դե բարձր ռիսկա, էլի։ Հիմա այդ հասկանալը այդ ռիսկը ոնց է եւ ինչքան է տատանումները լինելու շատ կարեւոր է։ Ինչ է նշանակում ռիսկ։ Ռիսկը սովորաբար կարող է ասոցացվի, որ մենք ռիսկ ենք ներսում, այդ նշանակում է, որ այդ ամբողջ գումարը կարանք կորցնել։ Այդ շատ որոշ արժեթղթերում, օրինակ ստարտափներում, եթե դու մեկի մեջ դնես, կարող է դա տենց լինի։ Բայց սովորաբար եթե առնում ես, չգիտեմ, պարտատոմս, շատ հազվադեպ դա կարող լինի, եթե առնում ես միակ բաժն, մի հատ ինչ-որ կազմակերպության բաժնետոմս, դա կարող եւս լինի, բայց շատ հազվադեպ է, բայց իհարկե բոլոր բաժնետոմսերը կարող բարձրանան եւ իջնեն։ Պետք է հասկանալ, որ այդ պատանումները լինելու են, բայց ռիսկը սովորաբար չի նշանակում, որ ամբողջ գումարը կորցնես։ Ռիսկը նշանակում է տատանումներ աճող տրենդի վրա։ Կոռելացիան է կարևոր իհարկե, ոնց որ նշեցինք, ինչքան բարձր սովորաբար ինչքան բարձր տատանումներ, այնքան բարձր սպասվող եկամտաբերություն։ Ոնց ենք ռիսկը հաշվարկում, մենք կան ֆորմուլաներ, որը standard deviation-ի բան հիմնված վրա, որը տատանումները հաշվում է։ Այս այստեղ մի հատ օրինակ ունենք, այնց հետ նայելով մենք օրինակ այստեղ ինչ ունենք, օրինակ Nasdaq-ը ունի մոտարապես միջին առումով 11% եկամտաբերություն ու ունի ռիսկ, որը 22% է։ Ինչ է դա նշանակում, որ 70%-ը, 60%-ը ժամանակի այդ եկամտաբերությունը տատանվելու է 11+22 կամ 11-22, հա, այսինքն տատանումները լինելու են 60-70%-ի շրջանով, հավանականությամբ այդ պլյուս 33-ից մինուս 11։ Ոնց որ տեսնում եք, տարբեր արժեթղթեր տարբեր ռիսկայնություն ունեն, տարբեր սպասվող եկամտաբերություն։ Էլ ինչ ունենք ստեղ։ Հա, ստեղ անցնենք արդեն արժեթղթերով, ստեղ բոլոր արժեթղթերը, որ ներկայացվում են, դոլարով են եւ եկամտաբերություն դոլարով է եւ ինֆլյացիայից հետո, գնաճից հետո, հա, այսինքն երբ որ օրինակ երբ որ մեկնարկել ենք ավանդներին դոլարով, սա հայկական ավանդների մասին խոսքը,
Եթե ինֆլյացիան շատ բարձր է, դոլարով օրինական եվրոյով, մենք կարող նույնիսկ բացասական ռեալ եկամտաբերություն ունենալ։ Ինչ է ռեալ եկամտաբերությունը, դա եկամտաբերություն մինուս գնաճ, հա։ Կան տարբեր տիպի արժեքներ, որտեղ մենք կարող ենք հաշվարկել նոմինալն ու ռեալը։ Տարբերությունը պարտքային արժեքների մեջ եւ օրինակ բաժնետոմսային արժեքների մեջ այն է, որ պարտքայինը քեզ ֆիքսված կոնտրակտով, պայմանագրով եկամտաբերություն ասում է, պարտատոմս ենք առնում, ինքը ասում է տարեկան քեզ, չգիտեմ, 8% եկամտաբերություն է պայմանագրով տալու այդ պարտատոմսը։ Եվ վերջում իհարկե իր նոմինալը։ Հիմա եթե ինֆլյացիան լինի 9% կամ 10%, ռեալ եկամտաբերությունը լինել է -2, սովորաբար դե տանպես չի լինում, բայց օրինակ եթե ինքը լինի 10% եկամտաբերություն 5% ինֆլյացիա, մեր ռեալը 5%-ը։ Սովորաբար բաժնետոմսայինները իրանք այնտեղ այդ ֆիքսված չի, այսինքն ինքը կազմակերպության եկամտաբերությունը շրջանառությունը աճում է ինֆլյացիայի հետ եւս դրա հետ սովորաբար իրար եկամտները։ Հիմա սա ավաններն են պատմական եկամտաբերությունը ռեալ, եթե մենք օրինակ 100 դոլար ներդրում անենք, մոտավորապես տրենդը այսպես կլիներ, չգիտեմ, 2000 որ տվին, 105 տվին մենք ներդրում անենք 100, այս բանին դոլարով եթե դա միջարվեր ու կուտակներ իրար վրա, ունենք մոտավորապես 200։ Հիմա եթե ինչա հետո ասենք բաների վրա, ասենք պարտատոմսերով, պարտքային շատ ավելի քիչ ռիսկային իհարկե, ավանդի պես երևի ռիսկային, փողը հետ է տրվում, եթե իհարկե, չգիտեմ, սնանկություն կամ այդ տիպի խնդիրներ չունեն կազմակերպության մոտ։ Բայց որպես պլյուս ինքը պայմանագրով ֆիքսված եկամուտ է, այսինքն եթե կազմակերպությունը լավ ընթացք ունեցավ, այսինքն իր այդ արժեթուղթը ավելի լավ եկամտաբերություն չի ապահովում, ապահովում է նույն եկամտաբերությունը, հա, թե լավ ժամանակներում, թե վատ, եթե իհարկե շատ ճգնաժամային խնդիրներ չլինեն։ Սովորաբար ասում եմ, որ պետական պարտատոմսերը բան են, ասենք ռիսկայնություն չունեն, կորպորատիվները ներառում են նաև ինչ-որ կրեդիտի ռիսկ, այսինքն որ իրանք կարող են չվերադարձնել։ Կան նաև ռեյտինգներ պարտատոմսերի վրա, Հայաստանում պետականի վրա մենք ունենք ռեյտինգ, բայց ոչ բոլոր կազմակերպությունները ունեն այդ ռեյտինգները։ Ռեյտինգները տալիս են միջազգային, չգիտեմ, S&P, Moody's, Fitch եւ այլն։ Պարտատոմսերը մի քիչ ավելի քիչ լիկվիդային են ու ունեն վերջաժամկետ, հա։ Ինչ կարելի է այստեղ եւս ասել, տրանզակցիայի ծախսերը կարող են ավելի շատ լինել, բայց ու կան նաև մեզ պարտատոմսերի ֆոնդեր։ Չգիտեմ, Անա ջան, քո փորձը պարտատոմսային ֆոնդերի հետ ինչքանով է լավ թե վատ, սովորաբար չգիտեմ, ես չեմ օգտագործում ֆոնդերը, Ես ավելին կասեմ, շատ ժամանակ մարդիկ մտածում են, եթե իրանք պարտատոմսային ֆանդերի մեջ են փող դնում, ուրեմն իրենք փող չեն կորցնելու եւ դա սխալ է, որովհետեւ այդ պարտատոմսային ֆոնդերի բարձրանալը իջնելը շատ կախված է բաների հետ, interest rate-երի հետ։ Եթե interest rate-երը բարձրանում են, ընդհանուր առմամբ պարտատոմսային ֆանդերի գները ցածրանում են, հակառակ correlation ունեն, չէ՞, կորելացիան հակառակ է։ Եթե interest rate-երը ցածրանում են, պարտատոմսային ֆոնդերի գումարը բարձրանում է։ Ես որպես խորհրդատու իմ կլիենտների հետ որ աշխատում եմ, շատ ժամանակ նախընտրում եմ առնել առանձին պարտատոմսեր, քան թե պարտատոմսային ֆանդեր։ Մանավանդ եթե interest rate-երը պիտի բան անեն, մեզ հակառակ գնան, որովհետև եթե ոնց որ դու ասեցիր, պարտատոմսը ընդհանուր առմամբ ունի ժամկետ, այսինքն եթե դու առար այդ պարտատոմսը թեկուզ, եթե այդ պարտատոմսի գինը ցածրացավ կամ բարձրացավ եւ այլն, եթե դու պահես մինչև ժամկետի վերջը, ինչ որ դու դրել էիր, այդ նույն բանը հետ ես վերցնելու։ Օրինակ US-ում $1000 եթե դնում ես մի պարտատոմսի մեջ, թեկուզ այդ պարտատոմսը բարձրանում է իր գինը կամ իջնում է կախված interest rate-երից ինչ են լինում, եթե թեկուզ քո արժեքը իջել է, եթե դու սպասես մինչև իր ժամկետի վերջը, դու քո $1000 հետ կվերցնես եւ համել իր հետ իր դիվիդենդ չեմ ուզում ասեմ հայերեն բառը չգիտեմ, բայց այդ interest payment-ները դու կստանաս ժամանակի ընթացքում։ Հիմա այս մասը չգիտեմ ինչանով հարցեր կանեմ, թե չէ, արագ եկել ասեմ, եթե պահում եք պարտատոմսը 100, չգիտեմ, դրամ ներում ենք արել, պահում ենք մինչև իր վերջաժամկետը 100-ը հետ ենք ստանում։
Բայց օրինակ եթե 100-ը բան արեցինք, ներդրում արեցինք, իր հետ կապված է նաև ինչ որ տոկոսադրույք, հա, 5%։ Հիմա եթե շուկայում 5%-ը բարձրացավ տարբեր ֆակտորներից ելնելով, շուկայական տոկոսադրույքը 6% է, պարտատոմսի գինը ընկնում է։ Ինչու՞, որտեղ մենք կարող ենք այս պահին առնենք ավելի եկամտաբեր պարտատոմս ու այդ մեր այսօրվա ունեցած պարտատոմսը ավելի քիչ գին ունի այդ բaragայում։ Այսինքն եթե մենք մինչև մարումը վաճառենք պարտատոմսը, այնտեղ կարող պլյուս լինի եւ մինուս լինի կախված շուկայական ինչ տոկոսադրույք ունենք։ Լավ, այս պարտատոմսերի օրինակ սովորաբար եկամտաբերությունը, այս միջազգային պարտատոմսերն են, սա COVID-ն է, սա ինֆլյացիան է, այսինքն երբ որ ինֆլյացիան գնաճը բարձր է, պարտատոմսերի սովորաբար եկամտաբերությունը ռեալ, հա, գնաճից հետո նվազում է, այսինքն եթե պարտատոմս առանք 5%-ով ինֆլյացիան գնաճը 1 էր, ունենք 4% ռեալ եկամուտ։ Եթե գնաճը բարձրացավ 4% դառավ, ռեալ եկամուտը 1%, հա, որ դրա այդ ստեղ ունենք այդ ինֆլյացիոն բանը, որ ազդեց COVID-ից հետո։ Ստեղ օրինակ ունենք, եթե այդ հետաքրքիր է, ունենք տարբեր ֆոնդեր պարտատոմսային, սա այդ ֆոնդերից մեկն է, էլի սա ինֆլյացիոն այդ շրջանը։ Ստեղ ունենք որոշ տվյալներ, սա չանցնեմ, ունենք տարբեր տիպի պարտատոմսեր, ոնց որ նշվեց, պետական պարտատոմսեր, կորպորատիվ պարտատոմսեր, միջազգային պարտատոմսեր։ Ունենք նաև անշարժ գույք, որը շատերս իհարկե ունենք անշարժ գույք ու դրա պետք է հասկանանք լավ, եթե լավ կարան ներդրումային բան լինի, եթե երկրորդական բան է, անշարժ գույք է, ինքը կարա 3 տիպի լինի, դա residential, այսինքն բնակարան, commercial, այսինքն վարձով ենք տալիս ինչ-որ խանութ կամ օֆիս է, եւ երրորդը, եթե ինչ-որ գործարան բան ունենք։ Հայաստանում այդ միջազգային կա այսպես ասած ֆոնդերը, ռիցերը, որոնք չգիտեմ, ԱՄՆ-ում շատ տարածված, որ դու կարաս փոքր գումարով առնես ինչ-որ ֆոնդի մեջ մասնակցություն, ու այդ ֆոնդը ներում արի անշարժ գույքի մեջ։ Սովորաբար եկամուտը բանից գալիս է դե վարձ, հա, վարձը, բանը բարձրանում է սովորաբար ինֆլյացիայի հետ, բայց ինքը պետք է հասկանալ, որ այդ աշխարհժույթը նաև ներառում է leverage, այսինքն պարտքով վերցնում ենք, որ այդ իր ընդհանուր գինը շատ ավելի ազդեցություն ունի մեր ունեցվածքի վրա, հա, եւ պարտքով ես ինչ-որ բան առնում, այդ գինը, այդ ակտիվի կարա տատանվի։ Ինչով են պայմանավորված անշարժ գույքի գները, կախված են բանկային վարկերի հասանելիությունից, հա, եթե վարկերը շատ են, մարդիկ շատ անշարժ գույք կարող գնան, ու դրա գինը կբարձրանա։ Իհարկե կախված է տնտեսության հետ, լավ վիճակում է տնտեսությունը, գինը բարձրանում է։ Կախված է շատ սպասելիքներից, որպես շատ ներդրումային ակտիվներ, երկարաժամկետ ազդում են շատ ազդում անշարժ գույքի գների վրա, դա բանը արտադրողականությունը երկրում, հա, ինչքանով է, չգիտեմ, նորարարություն, տեխնոլոգիաներ, sense բաներ, շատ են ազդում երկարաժամկետ եւ դեմոգրաֆիան, այսինքն, չգիտեմ, մարդկանց հոսքը, ծնելիությունը եւ շատ կարեւոր մասն է այդ որտեղ է այդ անշարժ գույքը գտնվում։ Սովորաբար ինքը լիկվիդային ակտիվ չի եւ պահանջում է, որ իրան, այսինքն, չգիտեմ, ռեմոնտ է, մարդիկ են գալիս վարձողմանում գնում, այդ ամեն ինչ որ բաներ տարա, պետք է դրա հետ կապված ինչ-որ ժամանակ ու Մի բան ծախսել։ ավելացնեմ, Սամսոն ջան, եթե տուն ես առնում, դե պարզա liquid չի, բայց եթե ուզում ես liquid ունենաս, այսինքն real estate investment trust-երը liquid են, դա կարելի է այդպես նայել։ Երկրորդն էլ կորելացիայի մասին էինք խոսում, եւ հիմա ուզում եմ հիշեցնել պատճառներից մեկը, ինչու մենք ուզում ենք diversification ունենալ, որովհետեւ թեկուզ retail-ը կամ թեկուզ real estate sector-ը, եթե նայում ենք բաժնատոմսերի կամ թեկուզ պարտատոմսերի հետ, իրանք տարբեր կորելացիաներ ունեն, այսինքն դրա համար օգնում են, որպեսզի մեր ամբողջ բանը, պորտֆոլիոն ավելի ռիսկը կչանա։ Եթե մեկ առ մեկ վերցնենք, թեկուզ retail-ը առանձին կամ թեկուզ բաժնատոմսերը առանձին, իրենց ռիսկը բարձր է, բայց թեկուզ երկու ռիսկային սեկտոր, որ միացնում ենք իրար, իրանց ռիսկը միասին ռիսկը ընկնում է։ Սա շատ լավ բան էր, էլի, example էր, այսինքն ցույց տալու, բայց ուզում եմ համել նշել, որ շատ ժամանակ մարդիկ մոռանում են, որ individual, այսինքն տուն առնելը շատ տարբեր է real estate investment trust-երի մեջ invest անելու համար, ամենառաջին հերթին, որովհետև retail-ը ճիշտ է, կարող է որոշ retail լինեն, որ շատ liquid չեն, բայց համեմատած ավելի liquid են, քան թե տուն առնել ու ծախելը։
Լավ, անցնենք առաջ, այս մոտարապես մեր եկամտաբերությունը դոլարով անշարժ գույք Երևանի կենտրոնում, այսինքն այդ եկամտաբերությունը տեղ ունեցել, էլի բավականին ոնց տեսնում ենք, հենց վերևաշարժում տրենդով, բայց կարող է տատանումները լինեն բավականին բարձր։ Այս REIT-ի մի օրինակ է ԱՄՆ-ում, որը եւս տեսնում եք ստեղ դա տրենդն ու եկամտաբերություն տարի ընթացքում։ Սա անցանք, խոսենք մի քիչ բաժնետոմսերից, բաժնետոմսերը ինչ է նշանակում, որ մենք ձեռք ենք բերում ինչ-որ կազմակերպության բաժնեմաս։ Ստեղ կորելացիան այդ կազմակերպությունը լավ է աճում, եկամտաբերություն, շրջանառություն եւ այլն, ստեղ ուղիղ կորելացիա, այսինքն ինչքան լավ գնաց կազմակերպությունը աշխատեց, այնքան մենք հիսում ենք կամ մասնաբաժին ունենք իր բարձրանալու ընթացքում։ Պարտատոմսերը կամ ֆիքսված եկամուտ fixed income, ասես ասած, արժեթղթերը այդպես չեն, բաժնետոմսերը, եթե մեծ շուկայում են, ասենք բորսաներում են, իրանք ավելի լիկվիդային են, կարևոր է նաև, որ ինֆլյացիայի հանդեպ են լավ աշխատում, որտեղ գնաճը եղավ, կազմակերպությունը գինը բարձրացնում ապրանքների, նաև ըստ դրա նաև շահույթն է բարձրանում։ Կա նաև այս մասը, որը կոչվում է dividend yield, այսինքն կազմակերպությունը դիվիդենդ են տալիս, այսինքն եթե պարտատոմսը տոկոս է տալիս, շատ կազմակերպություններ նաև վճարում են դիվիդենդ։ Մեծ կազմակերպությունները նաև ունեն դիվերսիֆիկացիա, այսինքն եթե մենք առնում ենք ինչ-որ մեծ կազմակերպություն, հավանաբար ինքը տարբեր շրջանառության որոշ հոսքեր տալիս են տարբեր երկրներից, ըստ դրա բնական դիվերսիֆիկացիա ստացվում նաև բանի, ոնց որ գեոգրաֆիկ առումով, այսպես ասած։ Տեխնոլոգիական կազմակերպությունները դե ունեն վերջի նորարարությունները եւ ըստ դրա եթե իրանք նորարարեն մի քիչ ավելի մեծ շահույթի մարժաներ ունեն ու ավելի եկամտաբեր են։ Ինչից են գները իրենց գները արժեբաժանումների կախված, իհարկե մրցակցություն, ղեկավարում ու կազմակերպությունների ամենամեծ մասը որ ազդում է իրանց աճի պոտենցիալից։ Նոր շուկաներ, նոր պրոդուկտներ, այսինքն ամեն մի կազմակերպության բաժնետոմս ներառում է իր մեջ սպասելիքներ։ Ինքը չի հետ նայվում է, այսինքն իր եկամտաբերությունը ոնց է եղել, շրջանառություն, շահույթ, բայց շատ ավելի կարևոր է իր հեռանկարները սպասելիքները ինչքան է այդ բաժնետոմսը, այդ կազմակերպությունը ինչ է անելու հետագայում։ Դե իհարկե նաև տնտեսական ֆակտորներ, սրանցով չանցնենք, բայց դա էլ է իհարկե ազդում տոկոսադրույքներ, հնայի աճ, սա S&P 500-ի բանն է, այդ ինդեքսն է տարիների ընթացքում, եթե 2005-ին $100 ունենանք, մոտավորապես, չգիտեմ, 400, 500-ի կամ 400-ի ունենանք այս պահին։ Սա եւս նույն բանն է, ասենք կարճ ժամկետում, այս dividend yield-ն է, այսինքն ինչքան սպասենք, եթե մենք ներդրում անենք, ասենք ինդեքսի մակարդակով, սովորաբար հենց տատանվել է, բայց այս վերջի ժամանակներում 1.5% դիվիդենդ է տալիս, եթե մենք S&P 500-ի ինդեքսը գնենք։ Սա էլի տվյալներ են տարիների ընթացքում, ամերիկական բաժնետոմսեր, միջազգային, չգիտեմ, զարգացող երկրների, զարգացողների երկրները ավելի ռիսկային են իհարկե, բայց եկամտաբերությունը մի քիչ կարող է ավելի բարձր լինի։ Ստարտափների մասով դե մենք ենք աշխատում, դա վաղ փուլում նորարարական տեխնոլոգիական կազմակերպություններ են սովորաբար, եւս դիվերսիֆիկացիայի բավականին լավ բան է ապահովում, բայց շատ բարձր ռիսկայնություն է ու բարձր եկամտաբերություն կարա լինի, այսինքն ստեղ ոչ թե, չգիտեմ, 100-ով առանք 10% տարեկան աշխատեց, դե 100-ով առանք կարա դառնա 1000, կարա դառնա 5000, բայց նաև կա մեծ հավանականություն, որ ոչ մի բան չստացվի, հա։ Էքզիտները իրանք սովորաբար, չգիտեմ, աշխատում են մինուսով, այս կազմակերպությունները մինչև IPO, այսինքն Tesla, Facebook եւ այլն կազմակերպությունները մինչև բորսայում հայտնվել, իրանք բոլորը մինուսով են աշխատել։ Ինչու՞, որտեղ այդ ամբողջ գումարը ինչքան ունեն, պլյուս ներդրողներից վերցնում են, որ online են մասնաբաժինը, որտեղ գնան բորսա։ Շատ լիկվիդային գործիքներ չեն, 3-ից 5-10 տարի որ պահելու հորիզոն, դրա համար ասում է, տենց 5-ից 10%-ից ավել ստարտափներում ընդհանուր պորտֆելի մակարդակով չունենալ։ Ստեղ այս Հայաստանի մասով մի քանի բան նշեմ, ունենք արդեն բավական մեծ հաջողված, շատ ասենք IPO արած, չգիտեմ, ServiceTitan ունենք միլիարդավոր երկու կազմակերպություն հայկական հիմնադիրներով, ու որևէ այլտեղ Հայաստանում այսքան ներդրումներ չեն արվում միջազգային մասնագիտացած ներդրողներից, բացի այս միջազգային ֆոնդերից ստարտափներում ներդրող առավ։ Սա մոտարապես ինչ բաներ ունենք, սա մասով շատ բան չանենք։
Ֆոնդերի մասով մի քիչ խոսենք, ոնց որ նշեցի, արդյոք առնել 5 բաժնետոմս, 10 բաժնետոմս, թե առնել ֆոնդեր, ամեն անգամ ինչ որ բաժնետոմս առնելիս կան ինչ որ տրանզակցիայի գումարներ, հա, այսինքն չգիտեմ, ինչ որ բան առանք, դրա համար պետք է վճարենք ինչ որ կոմիսիա։ Երբ որ ֆոնդով ես առնում, ֆոնդերը շատ ավելի քիչ ծախսատար են սովորաբար ու շուկայի հետ միասին շարժվում են, հա, ու դրա համար իրանք, եթե մենք տենց շատ մասնագիտացված ներդրողներ չենք, ինչ որ հավելյալ ինֆորմացիա չգիտենք Tesla-ի մասին կամ Nvidia-ի մասին, որ ոչ մեկ չգիտի մենակ մենք, սովորաբար այդ ETF-ները քիչ ծախսատար են ու չգիտեմ, դիվերսիֆիկացիային ապահովում։ Մի հատ էլ ստատիստիկա ասեմ, այս mutual fund-երի հետ կապված 80% mutual fund-երի բանը իրանց ինդեքսից ավելի լավ չեն աշխատում։ Այսինքն 80%-ը ավելի քիչ են իրանց բանը return-ը ավելի քիչ է լինում իրանց եկամտաբերությունը, քան թե ինդեքսը, նույն mutual fund-ի ինդեքսը։ Ընդամենը 20%-ն է, որ ավելի լավ են աշխատում։ Եվ տարբեր ձևերով են դրանք measure լինում, օրինակ mutual fund-երը ունեն մի հատ շատ կարևոր ստատիստիկա, որ մենք նայում ենք որպես ֆինանսական խորհրդատու, որը կոչվում է բանը beta measurement, այդ ֆանդի ռիսկը եւ alpha measurement-ը, որը որ այդ mutual fund-ի անալիստները, այսինքն ովքեր որ ղեկավարում են այդ ֆանդը, իրանք ինչքանով են ավելի լավ վարել այդ ֆանդը, քան թե եթե մարդիկ վերցնեն այդ նույն փողը դնեին S&P 500 ինդեքսի մեջ կամ Russell 1000 ինդեքսի մեջ, or the QQQ, or the Russell 3000 or IFA ինդեքսի մեջ եւ այլն։ Եվ մի շատ կարևոր մի բան էլ ասացիր, ընդհանուր առմամբ այդ mutual fund-երը ունեն տարբեր տեսակի fee-եր, կոմիսիայի մասին դու խոսեցիր, եթե առնում ես mutual fund, ընդհանրապես 5-ից 5.5% կոմիսիա են ուծում, եթե առնում են A-share fund, կամ էլ թե չէ, բանը, բայց բացի դրանից շատ ժամանակ մարդիկ չեն տեսնում, չեն իմանում, որ internal fee-երն էլ առանձին են, 1-ից 2% fee-երը, որ չեն երևում։ Այսինքն, եթե դու ունես mutual fund, եթե ունես international ինչ-որ international portfolio եւ տեսնում ես, որ այդ mutual fund-ը քեզ տվել է 10%, իրականությունը այն է, որ այդ mutual fund-ը երևի արել է 11%, հետո իրանք իրանց 1%-ը պահել են եւ ցույց են տալիս քեզ 10%։ Այսինքն ֆիերը տարբեր են լինում ու տարբեր ձևով կարելի է առնել mutual fund-եր, կա A-share fund, B-share fund, C-share fund, and no-load funds, ու դա կախված է թե ինչպես ես դու աշխատում, ում հետ ես աշխատում, եթե advisor ունես, իրանք portfolio են քեզ համար կոնստրուկցիա անում, թե չեն անում եւ այլն։ Ուղղակի ես ուզում եմ, որպեսզի այդ հասկացողությունը լինի, որ մարդիկ իմանան տարբեր ձևեր կարելի աշխատել։ Բայց շատ դեպքերում մեծամասնությունը ֆինանսական խորհրդատուների նախընտրում են ինդեքս ֆանդեր առնել, որտեղ ինդեքս ֆանդերի ֆիերը շատ ավելի քիչ են, կես տոկոս են, 0.3 0.03% են, իսկ mutual fund-երինը 1-ից 2%-ն ավելի շատ են։ Այսինքն ստեղ մենք այդ ֆոնդերը կարող բաժանենք երկու մասի, սրանք mutual fund-երը իրանք ակտիվ կառավարվող են, այսինքն ինչ-որ մասնագետներ փորձում են շուկայից ավելի լավ եկամուտներ ունենալ, ոնց որ Անան նշեց, նույնիսկ այդ մասնագետների 80%-ի մոտ չի ստացվում դա, ու եթե մենք մասնագետ չենք, ինդեքս ֆոնդերի ETF-ները ավելի քիչ ծախսատար են, այսպես ասած, ու շուկայի պես գնում են վերև։ Գնում են առաջ, այսպես ասած։ Մի քիչ խոսենք անձնական ֆինանսներից, հա, բոլորս ու ոչ միայն կազմակերպությունները ունենք ակտիվներ եւ պասիվներ, հա, պասիվները կարող են տարբեր տիպի պարտքեր, հիպոթեք եւ այլն, եւ ունենք ակտիվներ, ակտիվների մասին դեպավան, կարող է ինչ-որ ոսկի, երկարաժամկետ, պարտատոմսեր, բաժնետոմսեր, ֆոնդեր եւ անշարժ գույք եւ մեքենա ինչ-որ չափով, այդ տակը, որ մենք բան ենք անում, դա գալիս է մեր նետվորթը, մեր զուտ ունեցվածքը։ Ստեղ կարանք, չգիտեմ, տարբեր տիպի sense բաժանենք, հաշվարկենք ինչքան է մեր մոտ եւ ոնց են մենք այդ ամեն ինչը ղեկավարում ակտիվների մասով եւ իհարկե պասիվների։ Ստեղ որոշ օրինակներ կան, տենց բան չանենք, կարանք հաշվարկենք այդ մեր ունեցվածքի, օրինակ այդ լիկվիդային մասը ինչքան ավանդում ենք, քանի ամսվա ծախսեր ինքը կարա փակի օրինակ, հա, եթե ինչ-որ խնդիր լինի։ Կարանք նաեւ վերլուծենք մեր եկամուտներն ու ծախսերը, հա, տարբեր տիպի վերլուծություն կարանք անենք,
Կարանք մտածենք, օքեյ, ես ընդհանուր բանը եկամուտը ուրա գնում ծախսերը որ մասն է, որ մասը խնայողությունն է, որտեղ խնայողությունը նրա դառնում է ներդրում, հա։ Այդ բանը ծախսերը կարելի է եւս բաշխել, կարող բաշխենք առաջներդության ծախսեր, չգիտեմ, կոմունալ է դա, հիպոթեկ փակել է դա, չգիտեմ, sense բաներ, ու կարա լինի հայեցողական ծախսեր, այսինքն, չգիտեմ, ռեստորան, շոջ, տուրիզմ եւ այլն։ Կարելի է նաև ծախսերը բաշխել բանով, այսինքն իրանք ինչքանով են ներդրումային ծախսեր, ինչքանով է սպառողական։ Ներդրումային ծախսերը, օրինակ, կրթություն, օրինակ, առողջություն, օրինակ, չգիտեմ, ֆինանսական ներդրում, հա։ Այդ էլ պետք է կարելի է այս ամենը վերլուծել, մենք նույնիսկ մոդել ունենք, որ հենց որպես ներող հեշտացնում այդ ամենը, օգտագործել այդ մոդելը, որ հասկանանք ուր են մեր գումարները գնում եւ ոնց են իրենք մեզ ծառայում, այսպես ասած։ Շատ օգտակար են այս օրինակ մենք օգտագործում ենք, օրինակ ես ինքս օգտագործում եմ այս Monify-ը, ինչա դա նշանակում, ինքը բյուջետային հավելված է, որ դու կարողանում ես ղեկավարել ու հասկանալ այս ծախսերը ոնց են բաշխում, հա, կարանք 6 ամիս հետո, մի տարի հետո կարանք այդ լրացնում ենք ընթացքում ծախսերը ու հասկանում ենք հետո այս ամբողջ բաշխվածքը ստանում ենք եւ ըստ դրա շատ լավ վերլուծություն ա դառնում թե ոնց են ուր են ծախսերը գնում եւ ինչքան է ներժում, ինչքան է ծախս, հա։ Ինքը ինչ այդ կարգապահությունը որ խոսացինք սկզբից, ինքը բավականին դրական ձևով է այդ կարգապահության վրա ազդում ու բավականին լավ արդյունքներով։ Խոսենք մի քիչ պորտֆելից, հա, ինչքան ժամանակը որ ունենք ու կվերցնենք արդեն հարցերին կանցնենք։ Շատ կարևոր է երկու բան անենք, էլի, risk exposure, այսինքն ինչքան risk վերցնենք որպես ամ, հա։ Երկու մասից է։ Ունակությունը վերցնել risk, այսինքն մենք ինչքան կարանք risk վերցնել։ Մենք հարստություն չունենք, ասենք ունենք կապիտալ, չունենք կապիտալ եւ ինչքան ենք ուզում risk վերցնել, դա անհատական է, հա, դա անհատական է։ Եվ ըստ դա պետք է ասենք կարանք վերցնել risk եւ ուզում ենք վերցնել risk։ Եթե երկու մասից է բաղկացած, risk-ը դե տատանումներ են։ Ու իհարկե, եթե եկամտաբերություն եք ուզում, ռիսկը իհարկե պորտֆելի մակարդակով պետք է բարձրանա։ Ինչքան ենք ռիսկ կարողանում վերցնել, այսինքն ինչքան ենք ուզում ռիսկ վերցնել, կապված է այդ նպատակներից, որ սկզբում նշվեց, կապված է ինչքանով է մեզ պետք լիկվիդայնություն։ Սովորաբար ինչքան լիկվիդ գործիք, այնքան քիչ եկամտաբերություն։ Կապված է նաև ինչքան ենք մենք, ասենք, եկամտաբերություն ինչքան ենք ուզում ունենալ, դա իհարկե եւս ռիսկի հետ համաչափ պատահում է։ Մեր ռիսկ վերցնելու ունակությունը կամ կարողությունը կապված է նաև ինչքանով ենք մենք այս բոլոր թեմաներում ինչ որ չափով գիտակցած, այսինքն ինչ որ չափ կրթություն կամ չգիտեմ, ինչքան փորձ ունենք, ինչքան մենք փորձառու ենք, ինչքան գիտելիք ունենք այս թեմաների շուրջ, օրինակ, չգիտեմ, որ ռիսկը տատանումներ է, ոչ թե մեծ մասով փոխվեցնելու շատ մեծ հավանականություն նայած իհարկե արժութու, այնքան ավելի դիտակցաբար ենք գործում այստեղ։ Եվ ոնց որ նշվեց այս մասն է կարևոր, այսինքն տարիների ընթացքում ռիսկ վերցնելու պատրաստակամությունը կամ տոլերանսը, այսպես ասած, նվազում է, հա։ Այսինքն մեծ տարիքում շատ մեծ ռիսկ վերցնելը դա առանձնապես խորի չի տրվում։ Այս լիկվիդայնությունը, ոնց որ նշվեց սովորաբար հակառակն է եկամտաբերության հետ, այսինքն ինչքան լիկվիդային գործիք ունենք, կանխիկը առանձնապես եկամտաբեր չի ու ինքը ներկայացան բանը գնաճը այդ եկամտաբերությունը նվազեցնում է։ Մի քիչ խոսենք ու անանեց տեղ կավելացնի, ինչ սովորաբար խնդիրներ կամ սխալներ են արվում ներդրողի տեսանկյունից, հա, այսինքն ինչ տիպի behavior էմոցիոնալ, այսինքն բաների հետ ինչ խնդիրներ են սովորաբար ներդրողները ունենում կամ ինչ սխալներ կարան արվեն։ Սովորաբար այդ overconfidence-ն է, որտեղ մենք ենթադրում ենք, որ մենք ավելի շատ գիտենք, քան թե, չգիտեմ, միլիոնավոր այլ ներդրողներ։ Ոնց դրա սկսում ենք, չգիտեմ, trade անել կամ մտածել, որ ես ստեղ վաճառեմ, ստեղ գնեմ, ու դրա մենք մտածում ենք, որ մենք ավելի ունակ ենք կամ խելացի ենք, քան թե շուկան, որը նշանակում է այդ ամենը մեր գիտելիքն ու ունակությունները շատ ժամանակ կարող ենք վեր գնահատել բանից։ Երկրորդ մասը դա էմոցիոնալ եւս fear and greed, այսինքն երբ որ շուկան նվազում է, բոլորը սկսում են վախենալ, վայ այս բանը տեղի ունեցավ, վայ այն բանը տեղի ունեցավ, ու սկսում ենք դրանից վախենալ ու կարող ենք որոշ գործողություններ անել չպլանավորված։
Նույն բանը իհարկե եթե շուկան բացանում է, մենք կարող ենք մտածել, որ բայ այսքան խելացի ենք, ներդրում ենք արել, եկեք էլ ավելի շատ ներդրում անենք, որովհետև այդպես մենով ստացվում է։ Բայց այդ էլ պետք է հասկանալ, օքեյ, որն է մեր ունակությունը, որն է շուկայի, ասենք թե տրենդը։ Ու այդ էլ այդ էմոցիոնալ ֆոնը ազդում է։ Հիմա այդ dollar cost averaging-ը, որ ամեն ամիս նույն բան անելը, սովորաբար լավագույն խորհուրդներից մեկն է։ Կա նաև loss aversion, երբ որ մարդ այնքան ռիսկ չի ուզում վերցնել, որ այտենց տրամաբանական չի։ Այսինքն եթե մեկը ասի օրինակ 50-50% է, $100 կշահես կամ $100 կստանաս, կամ 50 $50 կկորցնես։ Շատ մարդիկ ասում են ավելի լավ է ես այդ 50-ը չկորցնեմ, քանս թե 100-ը ստանամ, հա, բայց հավանականությունը նույնն է, 50-50։ Այդ loss aversion-ը, որը մենք բոլորս օքեյ չափազանց ասենք ռիսկային մոտեցում է, որ չենք ուզում Մի ընդառաջ։ բան էլ ավելացնեմ Սամսո ջան, այդ loss aversion-ի հետ կապված։ Մարդիկ երկու անգամ ավելի կրկնակի ցավն են զգում, քան թե բանը ուրախությունը։ Երբ որ իրանք կորցնում են, թեկուզ 10% պետք է կորցնեն, այդ 10% կորցնել իրանք ավելի շատ ցավ է պատճառում, հոգեպես ցավ, քան թե ասենք 30% շահելը։ Այո, այո։ Դեն շատ ստատիստիկաներ կան։ Եվս մի այդպես anchoring բան այն է, որ օրինակ մենք առանք $100-ով ինչ որ բան ու սպասում ենք ու ինքը նվազեց օրինակ, մենք սպասում ենք մինչև ինքը գա 100 ու միանգամից վաճառում ենք, որտեղ այդ բառակամ հանգիստ ենք զգում, որ բայ 100-ով առա, 100-ով վաճառեցի, օքեյ ասա, բայց դա ենթադրում է, որ չգիտեմ, այդ մինչև ինքը 100-ից իշավ դարավ 80 նշանակում է, որ արդյոք այդ 80 գնի շրջանակներում այլ ավելի լավ ներդրում չկա, հա, այսինքն արդյոք ես նույն բանը կառնեի 80-ով կամ այլ ինչ որ բան այլ բաժնետոմս առնեի։ Ու herd behavior եւս կարևոր աստեղ, որ սովորաբար եթե բոլորը անում են, ես էլ անեմ, էդ էլ է շատ բանա վազդում էլի մեր էմոցիոնալ տենց կարգավիճակի ու ներդրումների պահվածքի վրա։ Մի բան էլ ավելացնեմ, էլի կներես մի հատ հետ գնա շատ կարևոր բան եմ ուզում ասել, այս բանի ժամանակ, որ anchoring buying price-ի ժամանակ իմ ամենամեծ խոսակցությունը իմ կլիենտների հետ լինում է, որ շատ ժամանակ, որ նոր կլիենտներ գալիս են իրանց պորտֆոլիոներով արդեն ու ես անալիզներ եմ անում այդ պորտֆոլիոները ու տեսնում եմ շատ ներդրումներ, ստակեր, որ լավը չեն, ընկել են, բայց մարդիկ չեն ուզում ծախեն։ Ասում եմ ես կորցրել եմ փող, սպասեմ թող մի հատ էս տակը կբարձրանա, նոր կծախեմ։ Ու միշտ իմ առաջին հարցը սա է իմ կլիենտներին եւ ուզում եմ դուք էլ նույն մասին մտածեք։ Սրանից հետո եթե դուք պիտի որոշում կայացնեք, այս ներդրումը արժի պահել թե չարժի պահել, ձեզ հարց տվեք։ Եթե ես ունենայի cash, թազա cash, մոռացեք ինչ եք արել անցյալում։ Եթե թազա cash ունենայի, այս նույն ներդրումը հիմա կառնեի, թե չէ։ Եթե չէ, ավելի լավ է դուք ծախեք այդ կորցրած փողը, կորցրած ներդրումը, ինչ որ մնացել է մեջը, փոխեք ուրիշ մի հատ ներդրումի մեջ դնեք, որը ավելի մեծ պոտենցիալ ունի բարձրանալու։ Քանց թե նստում եք, սպասում եք ու ժամանակ եք կորցնում, թե այս ձեր ներդրումը, որ 10%, 20%, չգիտեմ քանի տոկոս իջել է, երբ պետք է դա հավասարվի, որովհետև այդ կոնցեպտը շատ հետաքրքիր կոնցեպտ է, մարդիկ բոլորը ու բացի նրանից, որ բոլորը ասում են սպասը միջև բարձրանա, երկրորդն էլ մի հատ ուրիշ շատ հետաքրքիր կոնցեպտ կա, որ դու օրի խոսեցի դրա մասին, կապ չունի, թեկուզ որ դու ասենք թե ներդրում ես անում, բաժնատոմս ես առնում $50 ու ծախում ես $70 ու ահագին մեջտեղը շատ փող ես աշխատում, բայց այդ բաժնատոմսը գնաց 75-ի հասավ կամ 80-ի, մարդիկ իրանց պատեպատ են տալիս, ասում են, oh my god, ես կարող էի 80-ով ծախել, բայց ես չծախեցի, 70-ով ծախեցի։ Շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք այդ էմոցիոնալ behavior-ների մասին, շատ-շատ կարևոր է, որտեղ մեր էմոցիոնալ մտածելակերպը մեզ բանը դրթելու է, թե ինչպես մենք behave անենք, ինչպես մենք մեզ դրսևորենք այս ներդրում անելու հետ կապված, բայց այս կոնցեպտների մասին իմ կարծիքով մենք առանձին մի հատ լրիվ սեմինար պետք է անենք ու առանձին պետք է գնանք, sense խորը վերլուծենք այս տարբեր բայեսները, որպեսզի մարդիկ հասկանան, որտեղ ոնց եթե դու հասկանում ես, ավելի հեշտ է դրա դիմացն առնելը։ Հա, այստեղ կարանք sense ասենք, եթե բանան համաձայնվի, մի քանի բան կարանք սրա դեմ հակազդենք, այդ ասենք թե մեր կարգապահությունն է, որ անենք նույն բանը ինչ որ ամեն ամիս,
ու այս anchoring-ի մասը, որ այս էմոցիաներից չտանջվենք, դիվերսիֆիկացված ինդեքս, եթե անուն համաձայն է, այսինքն այդ մասով արդեն դու չես առնում վաճառում, դու առնում ես, ասենք, չգիտեմ, այդ մի բաժնետոմս չի կամ երկու բաժնետոմսի ինդեքսն ես բանանում, օգտագործում, ըստ դրա գուցե այս չեզոքացնում ենք այս որոշ այս էմոցիոնալի որոշ բաները, հա, հատկությունները։ Լավագույն փորձը, այդ ոնց որ ասած կարգապահություն ամսական, այս տրեյդինգը, եթե մենք ինչ որ չափով շատ ենք, չգիտեմ, նես չի որ ես առանձին ակցիաներ չունեմ, ասենք կամ բաժնետոմսեր, օրինակ service title-ի բաժնետոմսեր, կարելի է դա առնել հավելյալ ու կարելի է նաև ունենալ հատուկ հաշիվ, որտեղ մենք եթե շատ է դուրս գալիս մեր տրեյդինգը, կարող է ինչ որ մաս տեղ դնել, այդ տրեյդ անել, բայց էլի, չգիտեմ, դա արդեն անձնական բան է։ Ոնց որ ասենք, այս մասն է եւս կարևոր, ասենք աշխարհը սովորաբար չի հավաքվում ու տրենդը, եթե հետ ենք նայում 60, 70, 100 տարի, տրենդը սովորաբար վերև է գնում։ Այս timing the market, այսինքն այս հիմա առնեմ, հետո վաճառեմ, սովորաբար ավելի լավ բանը մոտեցումը այն է, որ time in the market, այսինքն ինչքան ժամանակ մենք պատկաստում ենք շուկայում, այլ ոչ թե փոխում ենք շուկաների վարույթների ընթացքում ինչ-որ բաներ անել։ Այս ամբողջ աշխարհի նորությունները չեն կարող կարդանք, որ չգիտեմ, հասկանանք ինչ է կատարվում, էլի լիքը ալգորիթմներ կան, լիքը արհեստական բանականություն կա, այդ աշխարհի բոլոր նորությունները ինչ որ մեկը կես վայրկյանում ու հիմա մի հատ ասենց շագերտի բանի մեջ ասենք փակագծերի ստարտափի հետ ենք աշխատում, որ ինքը միլիարդավոր ինֆորմացիա է բանանում, ոնց ասում, վերլուծում ու տրամադրում ներդրումային ինչ որ կազմակերպությանը կամ հետագա իրան գուցե հաճախորդներից, հա, մենք բոլոր այդ ինֆորմացիան այս վարքյանների կամ կես վարքյանների ընթացքում չենք կարող վերլուծել, հա, դա դժվար է։ Ամեն օր հաշիվները ստուգելը, բանանել այդ էմոցիաների բանը բարձրացնում է։ Պարտքային գործիքներ, դերիվատներ եւ այլն, եթե մենք շատ մասնագիտացված ենք, դա կարող օգտագործվի եւ իհարկե պետք է հասկանանք, որ վարկ վերցնել, ներդրում անելը սովորաբար ռիսկը բարձրացնում է, այդ ակտիվով կապված։ Եվ վերջի մասը Մի բան էլի ավելացնեմ այդ բան հետ գնամ մի հատ այստեղ այս բանը so no timing the market, բայց professional portfolio manager-ները, ովքեր որ professional ձևով են անում այդ mutual fund manager-ները օրինակ, շատ ժամանակ ինչ են անում, երբ որ stock market-ը ընկնում է, so you're taking advantage of the downturn in the market, կամ իրանք cash reserve-ներ ունեն, որից իրանք վերցնում են եւ առնում են այդ բաժնատոմսերը, երբ որ մարքեթը ցածր է, կամ էլ թե չէ շատ ժամանակ բոնդերն են ծախում, bond fund-երն են ծախում եւ այդ լիկվիդացիայից վերցնում են եւ այդ գումարը տանում են դեպի բաժնատոմսեր եւ առնում են բաժնատոմսեր, այսինքն either you do spare cash use վերցնում ես քո cash-ը, եթե ունես, իսկ եթե չէ, շատ ժամանակ այդ բոնդերի կամ bond fund-երից են իրանք ծախում եւ վերցնում են, որպեսի իրանք այս մարքետի ընկնելուց իրանք բանանեն, օգտվեն, այսպես ասած։ Շատ լավ բան է, էլի տակտիկա է, որ օգտագործվում է։ Դա շատ ավելի հեշտ անելը, քան թե որոշել երբ ծախեմ, երբ առնեմ, երբ ծախեմ, երբ առնեմ։ Բայց եթե նա մտածես, որ միշտ ասես, ասում են it's not a matter of if, it's a when, այսինքն միշտ մարքետը պիտի հետ ու առաջ է գնալու, վերջը որոշ ժամանակ հետո, մի ամիս, մի տարի, 6 ամիս հետո միշտ մարքետը ընկնում է։ Եվ եթե դու այդ մտածելակերպով դու նայես քո պորտֆոլիոն, ասես ի վերջո մարքետը ընկնել է էկոնոմիկ տարբեր պատճառներից ելնելով եւ ես պիտի պատրաստ եմ, երբ որ մարքետը ընկնի, ես կարողանամ դրանից օգտվեմ։ Նույն բանը, ինչ որ գնաս քո ամենասիրելի խանութը, որը որ ծախում է քո ամենասիրելի, չգիտեմ, շորը կամ կոշիկը կամ չգիտեմ, կահույքը շատ թանկ գնով եւ իրանք սեյլ են ունենում, գինը ընկնում է, այդպես էլ դու պետք է պատրաստված լինես, որովհետեւ երբ որ դու ներդրում ես անում, որպես մենք նոր խոսեցինք, ներդրումները միշտ ռիսկային են, հետո առաջ են գնում զիգզագի նման, բայց դու պատրաստ լինես, երբ որ մարքետը ընկնում է, դու կամ պետք է cash ունենաս, կամ եթե չէ տարբեր ուրիշ ներդրումներ ունենաս, որ դրանք փոքր կորելացիաները տարբեր են, որպեսզի կարողանաս այդտեղից փող վերցնել եւ օգտվել այդ մարքետի զիգզագներից։
Շատ լավ, ստեղ վերջի մասը ունենք, պրակտիկ այդ բաներից, քայլերից շատ չենք խոսա, բայց կարանք ասենք, որ շատ հարթակներ կան, դա կփոխենք ձեր վրա, այսինքն մենք Equify-ով աշխատում ենք, ոնց որ նշվեց, այս 5-10%-ի վրա, բայց շատ հարթակներ կան, որոնց միջոցով թե պարտատոմսեր կարելի է ձեռք բերել, բաժնետոմսեր կարելի է ձեռք բերել, թե հայկական, թե միջազգային, մենք, չգիտեմ, մենք էլ ենք օգտվում, մենք էլ ունենք պորտֆել, հիմա ունենք իմ պորտֆելը, մոտարապես sense test չունի, բայց շատ մոտիկ է եւ օգտագործում ենք եւս ասենք այն հարթակները, որ դուք եք տեսնում, չգիտեմ, տարբեր տեղեր ու կարելի է արդեն ընտրել ըստ դրա չգիտեմ ինչքանով է ճիշտ արտահայտել որն ենք մենք օգտագործում բայց տես կարող արդեն անձնական բան լինի, ասենք որոշում լինի պետք է համեմատել գուցե երևի թե ծախսերն են ամենակարևորը, այսինքն որոշ հարթակներ կոմիսիայով են աշխատում, այսինքն դու գնում ես, ըստ դրա ինչ-որ գումար ես վճարում, որոշ հարթակներ աշխատում են, չգիտեմ, այդ կոմիսիան կարող է չունենալ կամ սպրեդի վրա աշխատեն, այսինքն գնի տարբերությունը, հա, բարձր գնելու գին, ցածր վաճառելու, հա, չգիտեմ, այդ արդեն նախասիրություններից ելնելով Բացի դրանից որոշ հարթակներ կան, որ շատ լավ տեխնոլոգիա ունեն, իրանց օնլայն տեխնոլոգիաները ավելի հեշտ է օգտագործելը եւ որոշ հարթակներ կան, որ ավելի քիչ է իրանց տեխնոլոգիայի ունակությունները, սո դա էլ պիտի մտածել դրա մասին եւ customer service-ի մասին։ Շատ մարդիկ կա, որ մանավանդ սկսնակ ներդրողները, ովքեր որ շատ գիտելիքներ չունեն, եւ իրանք ցանկանում են որպեսի ինչ որ մի օգնություն ունենան իրանց պորտֆոլիոն սարքելու համար եւ այլն, այս հարթակներից որոշ հարթակները ավելի շատ են այդ ուղղությամբ քեզ օգնում, որոշ հարթակներ ավելի քիչ։ Այդ բոլորը պիտի մտածել նախ եւ առաջ, հետո նոր որոշել, որ հարթակն է ճիշտ լինելու։ հա, բոլոր առումներով, չգիտեմ, այդ հաճախորդը մեծ, այսինքն հաճախորդի տեսանկյունից մտածելը ոնց որ բոլոր product-ներում ու ծառայություններում ամենակարևոր բանն է, այսինքն որ դու տրամադրես ծառայությունը, որ պետք է հաճախորդին, որ հաճախորդի տեսանկյունից այդ փորձը հաջողակ լինի, հա, իր ներջումային փորձը։ Մենք տենց ենք առաջնորդում, դրա համար էլ ասում ենք, որ մենք շատ լավ բան անենք, մենք լավ բան ենք անում, բայց այդ լավ բանը չպետք է շատ մեծ բան կազմի։ Ու մենք այս բանը կարելի անել, այս բանը գուցե խորհուրդ չի տվել։ Այս էլ գործիքներն են, որոնք որոշ գործիք դրանցից, չգիտեմ, ես անձնապես անհատական բաժնետոմսեր չեմ օգտագործում են շատ այս երկու ETF-ներն են օգտագործում, հայկական, չգիտեմ, պարտատոմսեր, հայկական նաև Հայաստանի հետ կապված բաժնետոմսեր, հենց որ այդ էլ մեր գործունեությունը, այկամ մեր մոտեցումները, ստեղ ունենք որոշ ֆայլեր գործիքներ, եթե հետաքրքիր լինի, կարող կիսվենք, այսինքն այդ բոլոր հաշվարկները որտելի մակարդակում անձնական ֆինանսների դա ունենք, եթե պետք լինի, կարող է գրել։ Որոշ հարց ու պատասխանի ժամանակ, եթե տեսնենք, եթե ունենք հարցեր, կարանք դրան անդրադառնանք, եթե չէ, այս պահին չունենք, իհարկե կարակ որևէ, չգիտեմ, երբ հետաքրքիր լինի, կարակ կապնվեք, ես կարծում եմ Անահիտ էլ կարակ կապնվեք, Նինատ էլ կարակ կապնվել, թիմը շատ մեծ փորձ ունի, բայց այս պահին հարցերով տեսնենք ինչ հարցեր ունենք այս պահին։ Այստեղ մի հատ հարց ունենք։ Հեցի պետականացման դեպքում հնարավոր է մեր պարտատոմսերը կորեն։ Ես չեմ կարծում դա կարա տեղի ունենա, որ անկեղծ ասեմ, որովհետև հենց չգիտեմ, շատ դժվար սցենար պետք է պատկերացնել, որ հեցի պարտատոմսերի բաները ունեցողները իրանց գումարները հետ չստանան։ Այդ եթե հեծը սննկանա կամ հեծը չգիտեմ ինչ որ խնդիրների բանանի, որ ինքը փակվի, այդ բaragայում այդ credit risk կոչեցան, հա, կամ յուրաքանչյուր կազմակերպության մակարդակով։ Բայց այս բaragայում ես չեմ կարծում, որ այնպես risk կա սրա հետ կապված, բայց այնպես հավելյալ շատ ինֆորմացիա ես չունեմ այս հարցում, որ կարողանամ այդ կարծիք արտահայտել։ Կարող եմ ես մի բան էլ ավելացնել, Սամսոն ջան, երկու նվեր եմ ես պատրաստել մեր կողմից, Equify կողմից, մեր լսողներին այսօր։ Մենք շատ հետաքրքիր բան ունենք, assessment ունենք,
որը որ ձեզ կարող է բացատրել ու ցույց տալ ձեր փողի personality մասին։ Դու կարող ես հայերեն թարգմանել, եթե ցանկանում ես։ Եթե ցանկանում եք դուք հասկանաք որն է ձեր փողի personality-ն, դուք կարող եք կամ ինձ հետ կամ Samsung-ի հետ կապնվել եւ մենք ձեզ այդ թեստը կուղարկենք։ Երկրորդը նվերը նա է, որ Samsung-ը խոսած տարբեր ապերի մասին, հարթակների մասին, որ կարողանում են ձեզ օգնել, որպեսզի դուք ձեր բյուջետը հասկանաք, ձեր բաջետը, ձեր monthly expense-ները։ Մենք շատ հետաքրքիր tool ունենք, որը կոչվում է monthly expense analysis worksheet։ Դա շատ լավ հետաքրքիր tool է, որը Excel file է, մենք կարող ենք ձեզ դա ուղարկել, եթե դրա կարիքը ունեք։ Երկու նվեր Equify-ի կողմից։ Շնորհակալություն Անա ջան, հա, կապնվեք ոնց որ նշվեց բոլոր դեպքերում, ոնց որ սկզբից էլ ասվեց, մեր համար շատ կարևոր է, որ այդ ներդրումային փոխը շատ դրական լինի, հա։ Մի հատ էլ հասկացել Equify մասով հատկապես gaming կամ biotech-ի մեջ ներդրում անում ենք, թե չէ։ Gaming-ի մեջ ես չեմ կարիմա այնտեղ սահմանափակումներ ունենք, այս պահին տենց 100% չեմ կարող արտահայտվել, բայց 95%-ով երևի ոչ, biotech-ի մասով սահմանափակում չունենք, իհարկե կարող ենք, հարցը ուղղակի այն է, թե արդյոք մենք հայ հիմնադիրներով լավ biotech կազմակերպություններ ունենք, լավը նշանակում է հեռանկարային կազմակերպություններ ունենք, մտքից մի կազմակերպությունը այս պահին գալիս, ունենք health tech-ով ինչ-որ health tech ու այլ կազմակերպություններ, որոնք աշխատում են bio-ի ուղղությամբ, բայց ավանդական biotech ասվածը, որը շատ կապիտալ ինտենսիվ է, տենց կազմակերպություններ մի հատ է մտքից գալիս, դրանց որ այդտեղ սահմանափակումներ չունենք։ Ու գուցե հուսանք ավելի շատ ունենանք այդ տենց տիպի կազմակերպություններ հետագայում։ Question to you, Anna. Anna, you mentioned about the importance of acknowledging the correlation among stocks. Currently, equities rise and fall simultaneously altogether, and one of the only contra-account for growth large cap stocks are healthcare stocks. How should one not mess the correlation with causation? So how can you not misinterpret correlation with causation? Okay, currently the equities rise and fall simultaneously altogether, and one of the only contract. I'm not really sure I clearly understand what the question is, causation versus correlation. Ես մի բան կասեի, որ տարբեր ստակերը կա, լավ ասենք անգլերեն ասեմ. So you have large cap, mid cap, small cap. You have growth versus value. You have international. You have a lot of different asset classes. So you put a portfolio together based on your asset allocation, based on your risk tolerance, based on your time horizon. But oftentimes things don't go as expected. Sometimes the things are unexplainable. Sometimes, asset classes that have low correlation go together. For example, when COVID happened, there was nowhere to hide. Everything was down. Even bonds were down. Same in 2007 when the real estate bubble happened, there was nowhere to hide except cash. Everything was down. Even when the bonds were supposed to have a low correlation to equities, they didn't. They didn't hold. That didn't hold true. So, and then one of my favorite authors is Morgan Housel, and he talks a lot about psychology, and he also talks a lot about the fact that you have to be prepared for the unexpected. Things don't always go the way you anticipate them or the way where, the rules say they're supposed to. So yes, 90% of the time things happen a certain way, but other times they don't for a variety of reasons. I'm not sure if I'm answering this correctly, but I'm not really sure I understand what the question is, causations versus correlation. So let me give this a try. Այս անգլերեն ենք անում, կարանք թարգմանենք, չգիտեմ, Տիգրանը երևի հայերեն բանկանենք, կհասկանա։ Այսինքն մենք ունենք կոռելացիա, թե ինչ որ բանի վրա ազդում է։ Սովորաբար այնտեղ այդ երկուսն էլ, այսինքն համ healthcare-ը, համ մեծ կազմակերպությունները, այսինքն large cap ընդհանուր շուկան, իրանց driver-ները, այսինքն այն բաները, որ ազդում են իրանց գների վրա, շատ ժամանակ կարան նույնը լինեն։
կոկոսադրույքներ, գնաճ, տնտեսական աճ եւ այլն, հա։ Այդ երկու բան, այդ բոլոր բաները համ healthcare-ի վրա են ազդում, համ մեծ կազմակերպությունների առևտրի վրա։ Դրանց որ այդ իրանք ընդհանուր ունեն ինչ-որ բան։ Կան նաև որոշ ֆակտորներ, որոնք կարան ազդեն healthcare-ի վրա առանձին, հա, բայց ստեղ այս ամբողջ պատերազմի ներքևը տոկոսադրույքներ եւ այլն, այդ կոռելացիան է իրանց ստեղծում, այսի մեջ այդ կոռելացիան դրա համար է բարձր, բայց իհարկե կարան լինեն որոշ ֆակտորներ, որոնք ազդում են healthcare stock-երի վրա, չգիտեմ, ինչ-որ բարեփոխում, ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ բան է տեղ ունեցել այս ոլորտում, ու իհարկե այս ոլորտում եթե ինչ-որ դրական փոփոխություն է, մարժաները բարձրացան, չգիտեմ ինչ տեղ ունեցավ, սա իհարկե ազդելու է նաև ընդհանուր ինդեքսի վրա։ Այսինքն երկու բանն էլ աշխատում են, երկու համ կոռելացիա կա, համ causation կա, այսինքն իրանք ազդում են իրար վրա իհարկե։ Տարանջատել այդ երկուսը քիչ դժվար կլինի, չգիտեմ ինչ անով, երևի մոտ էլ ստացվեց պատասխանել կամ հասկանալ հարցը ու պատասխանել հարցին, բայց հա, եւս հարցեր Digitech 2025 ու մասնակցելու ենք Equify-ով թե ոչ, մի հատ տեսնենք, անցած տարի մասնակցեցինք, եթե այս տարի չեմ կարող ասել, մենք մասնակցելու ենք Sevan Startup Summit-ին, ընդեղ լինելու, այսինքն ամառը, Անան էլ է իմիջիայլոց, եթե չեմ սխալվում, գուցե լինելու ընդեղ, շատ լավ միջոցառում է, հուլիսի 20-ից 26-ը, մենք ընդեղ ենք լինելու, եթե ուզենաք, եկեք, շատ լավ միջոցառում է, Սևանի ափին եւ այլն։ Եթե չէ, երբ կարաք օֆիս այցելել, տենց հանդիպենք։ Երկրորդ հարցը, հա, մի հատ էլ հարց Տիգրանից, հա, հենց դա է հարցում, not to tailor the increase of the tax on sharks with the rise of the sales on the ice cream. Ha, it's you cannot you know connect everything to everything all the time. Լավ, այլ հարցեր եւ երևի արդեն ավարտենք այսքանով։ Շատ լավ, դե շնորհակալություն կամ հաճելի էր եւս կապ հաստատել շատերիդ հետ, էլի ոնց որ եթե հարցեր լինեն, անձնական ինձ կարա գրեք LinkedIn-ով, email-ով, Աննային, նենց որ հա, կապի մեջ եղեք, ես լավ օր եմ մաղթում եւ հաջողություն։ Ու by the way, բոլորին ասենք, հիշեցնենք, որ մենք monthly newsletter ունենք, եթե չեք գրանցվել newsletter-ի համար, խնդրում եմ գնացեք գրանցվեք, որտեղ շատ հետաքրքիր նորություններ ունենք եւ ցանկանալ, որ բոլորը մեզ հետևեին։ Եվ եթե չեք հետևում Equify-ին LinkedIn-ով, խնդրում եմ also Equify-ին LinkedIn-ով հետևել։ Հա, Տիգրանը գրեց ոնց է newsletter-ը ստանում, հարթակում Equify, եթե գրանցվեք, ինքը ավտոմատ մենք այդ email-ը հետո newsletter-ը ուղարկում ենք, էլի այդ email-ը։ Equify.com գնում ենք equify.com եւ գրանցվում ենք newsletter-ի համար։ Հա։ Շատ լավ։ Դե Աննա ջան, շատ շնորհակալություն, դե կապի մեջ կլինենք։ Շնորհակալություն։ Լավ, Thank you. Bye.